Կարևոր բովանդակային հարց էլ, քանի որ ուղղակի քննարկումը ծավալվեց, սա էլ ասենք էլի։ Մենք շատ ուշադիր պիտի լինենք բովանդակության նկատմամբ։ Հայաստանում մարդիկ ծանոթություններ էլեկտրոնային թե թղթային միշտ ընկալում են որպես նեգատիվ ինֆորմացիա։ Դա մեծ պրոբլեմ է, եթե մենք նայում ենք Էստոնիային եւ նույնիսկ Ռուսաստանին, իրանց մոտ էլեկտրոնային հաղորդակցության տիրույթում, վստահ եմ նաև զարգացած երկրներում ինֆորմացիայի 90%-ը պոզիտիվ է քաղաքացու համար։ Լավ բաներ է ինքը պետությունից լսում, լավ խաբարներ է ստանում, ըստ այդմ բոլորը մոտիվացված են ունենալ մասնակից լինել հարթակի, ունենալ կոմունիկացիա պետության հետ։ Մեր մոտ եթե պետությունը քեզ ծանոթությունով փնտրում, անպայման մի պրոբլեմ հետը տեղի կունենա, բայց մենք սրա մասին պիտի լուրջ մտածենք։ Չէ, ժպիտով է պետք ուղարկել այդ ծանոթությունը։ Սմայլիկ է։ Բանակ տանելուց մի հատ սմայլիկ դնենք, որ մի քիչ պոզիտիվ տոն տանք ծանոթություններին։ Ասենք հետախուզման մասին ժպիտով պետք է ծանոթում ուղարկել։ Վարչապետ, իրոք անկեղծ է, մենք շատ դեպքերում շատ պոզիտիվ բաներ անում ենք, բայց չենք հաղորդակցվում մարդկանց հետ։ Այսինքն թոշակառուի հետ չենք շփվում, նպաստացողի հետ չենք շփվում, ու դա բերում է նրան, որ այդ մարդիկ մեր հետ էլեկտրոնային հաղորդակցություն չունեն, ու մենք մտածում ենք ինչ անենք, որ պարտավորեցնենք, որ հարթակում ունենան հասցե, պոզիտիվ կլինի, շատ արագ բոլորը կունենան։ Պարոն Գրիգորյան, հիմա դուք հասակ բոլորովին ուրիշ շերտի, որովհետև ասում եք Հայաստանում պետության հետ հաղորդակցությունը նեգատիվ է, իրական Հայաստան անունով բանախոսությունների ընթացքում ես ավելի լուրջ, ոչ թե ավելի լուրջ, ավելի մեծ պրոբլեմի մասին ասում, մեր ենթագիտակցության մեջ պետությունը ընդհանրապես նեգատիվ բան է։ Մենք 30 տարվա եւ ավելի տարվա անկախության ընթացքում 34 տարվա մենք դեռ չենք կարողացել մեր ենթագիտակցության մեջ պետություն բառը ընկալումը իր էմոցիան նեգատիվից դարձնել պոզիտիվ եւ սրա համար կան բազմաթիվ սոցիալ-հոգեբանական, պատմական եւ այլ պատճառներ եւ այն որ դուք ասացիք շատ կարեւոր է, այո, պետություն բառի հասկացությունը էմոցիան պետք է կարողանանք նեգատիվից փոխել պոզիտիվի եւ դրա համար այո կան շատ հիմքեր, բազմաթիվ հիմքեր։ Մեր ֆունդամենտալ պրոբլեմը տեղ է, որ պետություն ասելով մենք հասկանում ենք նեգատիվ ինչ-որ բան, որովհետեւ պետություն ասելով պետությունը ո՞րն է։ Իշխանություն ասելով հասկանում ենք նեգատիվ բան, որովհետեւ մեր ենթագիտակցության մեջ չկա, որ դա պետություն մեզ համար պարսկական կայսրությունն է, օսմանյան կայսրությունն է, ռուսական կայսրությունն է, այսինքն ինչ որ անընդհատ այս տրամաբանության մեջ, բայց դա լրիվ ուրիշ գաղափարական թեմա է, բայց իհարկե այդ թելերը գալիս կապվում են իրար հետ, այնպես որ պոզիտիվ ինֆորմացիաներ կծանոթենք մենք սրանից հետո։